Նախ ուզում եմ բոլորի շնորհավորել Վազգենի ծննդյան օրվա կապակցությամբ, համարում եմ, որ Վազգենը Հայաստանի և հայության եզակի հերոսներից է, ում ծննդյան օրը միշտ հիշվելու է, և Վազգենը նաև դրական օրինակ է դառնալու սերունդներ կրթելու, դաստիարակելու համար։ Վազգենի հիմնական պատգամը ամենայն հավանականությամբ իր ամենաշատ տեսադիտված կարճոլովակն է, որտեղ ասում է անկախությունը բացարձակ արժեք է։ Մենք պիտի գնահատենք այդ, մենք պիտի մեր երկրի ինքնությունը, անկախությունը, մեր տեսակը գնահատենք ու շարժվենք մեր երկրի շահերով, միմիայն մեր երկրի շահերով, համադրելով դրանք այն երկրների հետ, ում շահերը տվյալ պահին համընկնում են մեր երկրի հետ։ Այսօրվա Հայաստանը կարծում եք, որ սպարապետի Վազգեն Սարգսյանի երազած հայրենիքն է, Հայաստանն է առանց Արցախի, որի ազատագրման գործում ինքը մեծ ներդրում է ունեցել։ Իհարկե ոչ, եւ Վազգենի ողջ լինելու պարագայում նախ այդ պատերազմը չէր լինի, երկրորդ agrված Արցախը չէինք կորցնի, ու այստեղ էլ էլի, եթե մենք կարևորեինք մեր ինքնիշխանությունը, մեր տեսակը, շարժվեինք մեր շահով, ոչ թե մեզ բարեկամ հռչակված թե արևան երկրներին, միգուցե նաև բարեկամ երկրներին դուր չեկավ, եւ իմ կարծիքով դրա հետևանքները նաև հոկտեմբերի 27։ Արցախը ինչպիսի արժեք էր Վազգեն Սարգսյանի համար։ Գիտեք ինչ, Վազգեն Սարգսյանի համար, մեր յուրաքանչյուրի համար Արցախը Հայաստանից տարբերվող չէր, Արցախը Հայաստանի անբաժանելի մաս էր եւ արցախահայության իրավունքները ու նրանց շահերը պաշտպանել էր պետք։ Կարողացանք պաշտպանել, ոչ չկարողացանք։ Ինչու չկարողացանք, որովհետեւ մեր տնտեսությամբ, մեր կեցությամբ, մեր արվող ընտրություններով չտարբերվեցինք Ադրբեջանից, որովհետեւ մեր հույսը դրեցինք, չգիտեմ, ինչպես ասեմ, մեր գործընկեր կամ ռազմավարական գործընկեր ոչ բարով ռազմավարական գործընկերոջ վրա, որ նրանց ձեռնատու չի, նրանք ամեն գնով Արցախ պահեն, ոչինչ մի քիչ վատ ապրենք, ոչինչ մի քիչ տնտեսությունը թող հզոր չլինի, ոչինչ մի քիչ կոռումպացված լինենք, իրենց էլ մագարիչներ անենք, բայց Արցախը պահենք, բայց այդ տարբերակը չաշխատեց։ Ես նորից եմ կրկնում, որ Վազգենը Միացյալ Նահանգներ գնաց ներդրումներ բերելու համար, որ Վազգենը Սփյուռքի համաժողովն արեց Սարդարաբադում դա արեց ներդրումներ բերելու համար, իսկ այդ ամեն ինչը արվում էր, որ Հայաստանի տնտեսությունը իր քայլելով կարողանա համապատասխան սպառազինություն եւ տնտեսական հենք ստեղծի բանակի համար, որտեղ Վազգենի ցանկացած ելույթ ավարտում էր նրանով, որ այս պատերազմը դեռ չի ավարտվել։